Բարի օր հարգելի հետևորդներ, գտնվում ենք Արտաշատի դատարանի մոտ, սա ոնց որ մեր համար դարձել է մշտական բնակության վայր, այնքան ենք եկել, որ չեն գալիս, կարոտում ենք մենք այս դատարանը ու այս դատարանին մենք լավ ենք վերաբերվում։ Այսօր ինչ էր եղել, ես sense ասեցի, որ մի փոքր ներվերս թուլացնեմ, հետևի պլանում երևի փախավ այն սուբյեկտը, սա մի կերպար է, որ այսօր քիչ է լինում, որ ես դատարանում տուժող լինեմ, այսօր ես դատարանում եղել եմ տուժող, նախ ասեմ, որ դատական նիստը օրինակելի դատական նիստ անցավ, որը մենք այսօր երեկոյան կտեղադրենք, որ շատ դատավորներ կարող են իրականում օրինակ վերցնել, թե ինչպիսի դատական նիստ տեղի ունեցավ նախագահող դատավորի կողմից։ Այս սաղ մի կողմ, բայց երևի ես մի կերպ եմ ինձ զսպում, որովհետև այս սուբյեկտը, ով որ տենց փախավ կամերաներից, ոչ միտեղ չաշխատած, բանակ չծառայած, հետաքրքիր է, էլի ինչ չէր։ Հա, թե ոտերը ցավում է, պարզվում է ինքը դրա համար բանակ չի ծառայել, սա ՊՆ-ին եւ ընդհանուր այն մյուս մարմիններին, որոնք զբաղվում են, մենք դրանով կզբաղվենք, մի հատ հասկանանք, էլի։ Եթե թե ոտեր ցավալով մարդիկ բանակ չեն ծառայում, ըստ էության մենք բանակ կարող է չունենանք, էլի։ Կարող է ոտի մինինգիտ ունի այս տղան, տենց, հա, բասիկ ինչ նշանակում, թե ոտեր սա ցավում, չի ծառայել, ծնկների երևի թուլություն ունի, բայց կարծում եմ ինքը այլ թուլություններ ունի, որը հետագայում կալանավայրում կարող է շատ վառ արտահայտվի այդ թուլություններում։ Այս սուբյեկտը, երբ որ խոսել ենք Արցախում բենզալցակայանի պայթյունի մասին, ուր լիքը մարդ զոհվեց, ամենաանպարկեշտ հայհոյանքներն ա գրել, այսինքն ես չեմ կարա դա տեղադրեմ, եթե ինչ-որ մեկը շատ կուզենա, կարող եմ սենց ուղարկեմ նայեն մեսենջերով, բայց իրականում ինքը մարդ ինչքան պիտի պիղծ լինի, պիղծ, որ ուրախ եթեր չի եղել իր համար, կամ ընդհանրապես այդ հայհոյանքները, բայց ու ասեմ իրան ոչ մեկ չի ճանաչում, ինքը ոչ մեկն է, զրո, այսինքն չծառայած տղա, մի մարդ, որ ինքը չի գնացել Արցախը պաշտպանելու, Արցախում զոհված մարդկանց մասին եթերի տակ, ինքը գրել է ամենանողկալի կեղտոտ սեռական բնույթի հայհոյանքները, որը կարդացել են հազարավոր մարդիկ, որտեղ դիտումները շատ ա եղել, եւ սա անպայման պետք է հայտնվի ճաղերի հետևում, որովհետև ոնց ուզում է հասկանա, իր այն բոլոր գրածները, որ ինքը կարա գրի հայ կնոջ, մոր, ընդհանրապես կնոջ նկատմամբ, ես կարծում եմ իր այդ սեքսուալ ֆանտազիաներին, որը իր հետ պետք է պարտադիր մուրազը փորը չթողեն, էլի, իրացնեն քրեակատարողական հիմնարկում, եթե չզզվեն սրանից ուղակի։ Հա, դե բա տենց պետք է լինի, ու սրանք կիմանան, եթե մենք կենթանու համար են գնում ինչե վերջ, մարդու համար, ստեղ կապ չունի, ինքը ինձ ա գրել, թե ընդհանրապես, սա ով ա բանակ չծառայեց, հայրենիք չպաշտպանած, ոտքերի լուրջ հիվանդություն ունեցող, ինչ իզդելը հայերեն ոնց հա, չգիտեմ, վերջը, արտադրանքը, որ այսօր ինքը իրավունք ունի, հազարավոր մարդիկ են այնտեղ զոհվել ու ինքը գրի այդ մարդկանց զոհվելու տակ կամ ինձ հանկարծ բան ասի, եթե այդքան տղա էր, թող չփախներ, գար մի հատ այդտեղ կանգներ, մի հատ կրկներ ու բառացի եմ ասում, երևի դրանից հետո ինքը կլներ տուժող դատական գործով, ես կգնա հա, խմբակային կարող է իր չգիտեմ էլի, սա անթույլատրել է եւ կոչ եմ անում բոլորին, սա պետք է լինի մի հատ մեծ նախադեպ, որ սրանից հետո գլխներից մեծ բաներ չուտեք, բան ունեք ասելու տղա երխի թողեց, պիտակ տվեց, այդ ոտերի ցավը անցավ, մարշ բրասով չի կարող անի որպես զինվոր, ստեղից բան 6 լիտրանոց ավտոյի արագությամբ վազեց կորավ, դա, սա է եւ երեկոյան դատավորը իրականում դատական նիստ անցկացրեց, դատական նիստներ ժամը 8:30 կդնենք, հետևողական եմ լինելու մինչև վերջ, այդ թվում նաև քաղ հայց եմ ներկայացնելու, որտեղ սենց մարդիկ այս կատեգորիան, այն մեքենայից շուն կապող, չգիտեմ կատուտ կենթանի տանջող, ու вообще այդ կատեգորիան, իրանք որոշակի սրբություններ չունեն, իրանց միակ սրբությունը իրանց գրպանն է, սա եւ պետք է այնտեղ հաճույք ստանա, ձրի Ես կապահով ենք էլ իրան ձրի հաճույք ստանա եւ պետք է այդ գումարն էլ վճարի պարտադիր, որ սրանից հետո սա դաս լինի իրատիպի
էակներին, երկոտանի էակներին, որը երևի թե ես էլի եմ ասում, ես մեծ սիրով սա հիմա կարող եմ լամինատ անել, տալ, թող տանի մոր ննջասենյակում, գլխավերևում փակցնի, մեր առավոտից կարդա, իրիկունը կարդա, որևէ մեկին թույլ չեմ տա, որ հանգարց որևէ մեկից վիրավորի որպես կին։ Այսքանը ժողովուրդ հաջորդ դատական նիստը լինելու է մայիսի 18-ին ուղիղ հեռարձակում, եթե թույլ չտան, մենք նորից տեսաձայնագրությունը կդնենք, դուք կվայելեք այդ սուբյեկտին։ Այսքանն է, շնորհակալ եմ։